Նոր ուսումնական տարվան ընթառաջ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է Տավուշի մարզում։ Արմեն Աշոտյանը երկրորդ տարին անընդմեջ Իջևանում մասնակցում է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների ամենամյա համաժողովին։ Նախարարը կարևորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը, ընդգծելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է։ Տավուշը ամենաթեժ կետերից մեկն է, մեր անվտանգության տեսակետից ամենակարևոր բաստիոններից, ֆորպոստներից մեկը եւ պատահական չէ, երբ որ մենք համեմատում ենք հայ մանկավարժի աշխատանքը այ զինվորականի հետ։ Նախարարը ներկայացրեց առաջիկա համակարգային բարեփոխումները, խոսելով մասնավորապես 12-ամյա պարտադիր կրթության մասին։ Ձեր բազմաթիվ օրինակներով գիտեք, թե 9-ից հետո դուրս մնացող երեխեքը հետո ինչ դժվարություններ են ունենում կյանքում։ Դրա համար պետությունը պատրաստ է իր վրա վերցնել լրացուցիչ ծախս, իսկ դա 3 տարի, եթե գումարենք 12,000 նոր աշակերտների ծախսը, դա ծախս չէ մեզ համար, դա պարտավորություն է։ Կրթության գլխավոր պատասխանատուի հաջորդ կանգառը Մայրբուհի Իջևանի մասնաճյուղն էր։ Նախարարը հանդիպեց բուհի դասախոսների հետ։ Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը որպես խնդիր նշեց այն, որ բուհ ընդունվող տղաների ուսման մակարդակը իջել է, իսկ որպես նվաճում արձանագրեց, որ Տավուշի մարզից 3 տասնյակից ավելի շրջանավարտներ ընդունվել են բժշկական համալսարան։ Նախարարի այցը շարունակվեց նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ նա եղավ սահմանամերձ համայնքներում։ Տավուշի մարզի բազմաթիվ գյուղերի դպրոցների ուսուցիչները ամեն օր սխրանք են գործում, երբ տալիս են մեր երեխաներին գիտելիքներ եւ արժեքներ, այդ ամենը անում են պոտենցիալ հակառակորդի պոտենցիալ կրակի տակ։ Նախարարը հույս հայտնեց, որ Տավուշի մարզի որոշ սահմանամերձ գյուղերին կտրամադրվեն աշակերտական գույք եւ համակարգչային տեխնոլոգիաներ։ Նոր ուսումնական տարում էլ 2 դպրոց կունենան նախակրթարան։ Արման Մալխասյան, ժամը լրատվական։